Կա մի երկիր, որտեղ դու կարող ես լինել անապատում, իսկ հետո միջերկրական ծովի ափին։ Զգալ քեզ Աֆրիկայում, ինչպես նաև Եվրոպայում։ Գուշակեցիք, թե որ երկրի մասին է խոսքը։ Եթե այո, մեկնաբանություններում նշեք երկրի անունը։ Ողջույն սիրելիներս։ Ձեզ հետ ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցն է Լիանան։ Բաժանորդագրվեք ալիքին եւ մենք միասին բացահայտելու ենք այսօր Թունիսը։ Ուշադրություն, ունենք հետաքրքիր անակնկալ վիզայի աջակցությունը նվեր։ Այն մարդուն, որը կգրի ամենահետաքրքիր մեկնաբանությունը եւ կստանա ամենաշատ հավանումները։ Մասնակցի անունը մենք կնշենք հաջորդ մեր բլոգի ընթացքում։ Թունիսը գտնվում է հյուսիսային Աֆրիկայում եւ հայտնի է իր անապատներով, կապույտ սպիտակ քաղաքներով եւ հարուստ պատմությամբ։ Իսկ հիմա ես քեզ կներկայացնեմ 5 հետաքրքիր փաստեր Թունիսի հետ կապված։ Առաջինը, Թունիսը չի համարվում մասսայական ուղղություն, ինչպես Եգիպտոսը, դրա համար էլ այնտեղ կարող ես գտնել ավելի կոմֆորտ եւ որակյալ հանգիստ։ Երկրորդը, սա ամենախելահեղ տեսարաններից է, ինչ ես տեսել եմ։ Թունիսում է գտնվում, այսպես ասած, Աֆրիկյան մեռյալ ծովը։ Սա շոտ էլ ջերիդ աղիլիչն է, որը երբեմն դառնում է վարդագույն միկրոսկոպիկ ջրիմուռների պատճառով։ Եվ այո, այստեղ դու կարող ես պարկել հենց ջրի վրա։ Երրորդը, Թունիսը առաջին արաբական պետությունն է, որտեղ կանայք ունեն հավասար իրավունքներ։ Այստեղ արգելվում է բազմակնությունը եւ նրանք ունեն այն իրավունքները, ինչ տղամարդիկ։ Չորրորդը, Թունիսում է նկարահանվել Star Wars ֆիլմի որոշ տեսարաններ։ Եվ հինգերորդը, այստեղ լուքս ճանապարհորդությունը կարող ես համատեղել բյուջետային ճամփորդության հետ։ Եթե դու այցելում ես Թունիս, ապա ծովը պարտադիր պայման է։ Ես քեզ կներկայացնեմ 5 լավագույն ծովափնյա վայրերը։ Առաջինը դա համամետն է։ Կանաչ, գեղեցիկ եւ ռելաքս տրամադրություն։ Այստեղ անգամ շենքերը չեն կառուցվում ծառերից բարձր։ Երկրորդը՝ Սուս, ավելի երիտասարդական եւ ակտիվ քաղաք։ Այստեղ կյանքը մի քիչ ավելի արագ է ընթանում։ Երրորդը՝ Ջերբա, կղզի, որտեղ ամեն ինչ ավելի հանգիստ է։ Սպիտակ ավազ, կապույտ ջուր եւ լրիվ հանգստի տրամադրություն։ Չորրորդը՝ Մահդիա, քիչ մարդ, մաքուր ջուր եւ իրական հանգիստ։ Եթե չես սիրում մարդաշատ վայրեր, սա հենց քո տեղն է։ Եվ վերջինը, հինգերորդը՝ Մոնաստիր։ Այստեղ դու ունես թե ծով եւ թե պատմություն։ Ու շատ հարմար է, որովհետեւ հենց այստեղ է գտնվում օդանավակայանը։ Եթե արդեն դու Թունիսում ես, 5 բան, որը պարտադիր պետք է այդտեղ անել։ Առաջինը՝ գնա Սահարա անապատ։ Սա այն փորձն է, որը պարզապես նկարներով չի փոխանցվում։ Ջիպերով սահել ավազների վրա, արևածագ տեսնել հենց անապատում։ Երկրորդը՝ այստեղ պարտադիր փորձիր Տելասո սպան։ Դա քեզ հաստատ դուր կգա։ Երրորդը՝ քայլիր Մեդինայում։ 5 քաղաքների նեղ փողոցում է իրական Թունիսը։ Այստեղ դու տեսնում ես մարդկանց կյանքը, շուկաները, գույները ու իրական մթնոլորտը։ Չորրորդը՝ գնա Սիդի Բու Սաիդ։ Կապույտ ու սպիտակ քաղաք, որտեղ ամեն անկյունը կարծես նկար լինի։ Եվ հինգերորդը՝ գնա Աղիլիչ։ Այնտեղ ջուրը այնքան աղի է, որ կարող ես պարկել եւ չխեղդվել։ Մինչ գնալը մի քանի բան, որը ցանկալի է իմանալ։ Առաջինը՝ Թունիսի դրամական միավորը թունիսյան դինարն է։ Այստեղ դու կարող ես անկանխիկ գործարքներ կատարել, բայց ցանկալի է քեզ մոտ ունենաս նաեւ քեշ։ Երկրորդը՝ սա մուսուլմանական պետություն է, սակայն այստեղ սիրում են տուրիստներին։ Դու կարող ես քեզ ազատ զգալ, սակայն հարգելով դիմացինի մշակույթը։ Երրորդը՝ արևը այստեղ շատ ուժեղ է, եւ եթե դու կարծում ես նույնիսկ պաշտպանության կարիք չկա, անպայման օգտագործիր SPF։ Չորրորդը՝ լեզուն արաբերենն է, խոսում են նաեւ ֆրանսերեն, իսկ տուրիստական հատվածներում նաեւ անգլերեն։ Իսկ հիմա խոսենք թռիչքների եւ հյուրանոցների մասին։ Ուղիղ թռիչքներ կան Թունիս ամեն ուրբաթ ամռան ամիսներին դեպի Մոնաստիր։ Թռիչքի տևողությունը 4 ժամ եւ 20 րոպե։ Եվ մեկ լավ նորություն, որ Թունիս մեկնելու համար չարտերային թռիչքների դեպքում վիզան անհրաժեշտ չէ։ Իսկ հիմա թե որտեղ մնալ Թունիսում։ Եթե դու նախընտրում ես բյուջետային տարբերակ, ես քեզ համար առանձնացրել եմ Մարհաբա Beach-ը կամ Palace-ը։ Միջինից բարձր սեգմենտում ես քեզ կառաջարկեմ Senti do Beluvia Park-ը, Jastur Khalife եւ Suspril Marriott Resort and Spa։ Իսկ եթե դու լյուքս հանգստի սիրահար ես, ապա ես քեզ կառաջարկեմ Iberotel Selection Curiat Palace-ը, Les Orangeries Beach Resort եւ Steigenberger Marhaba Telason։ Թունիսը այն վայրերից է, որտեղ դու գալիս ես այստեղ հանգստանալու, բայց գնում ես լիքը զգացողություններով։ Եթե դու ուզում ես ինձ հետ բացահայտել աշխարհի գեղեցիկ վայրերը, ապա բաժանորդագրվիր ալիքին եւ մեկնաբանություններում գրիր կայցելեիր Թունիս։
թե ոչ։ Դու կարող ես դառնալ մեր հաջորդ վլոգի հաղթողը, իսկ նախորդի անունը հայտնվում է էկրաններին։ Շնորհավորում եմ ձեզ, համեցեք GoTravel ձեր մրցանակի հետևից։ Իսկ վերջում եկել եմ քեզ հիշեցնելու, որ այն գումարը, որ դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։